Փաստորեն դատավորներն են Հայաստանում քրեատին իրավիճակի պատասխանատուները, քանի որ ոստիկանությունը ձերբակալում է հանցագործներին, քննիչները միջնորդում են, որ կալանք տանք, բայց դուք բաց եք թողնում։ Այսպիսի մեղադրանքներ ըստ էության հրապարակային հնչեցրեց քննչական կոմիտեի նախագահը, այսինքն դատավորները ըստ էության մեղք չունեն։ Իրենք միջնորդությունները տանում են, քրեական ոլորտը քննող դատավոր եք։ Որպես պրոֆեսիոնալ մասնագետ համապատասխան ոլորտի, բնականաբար կոնկրետ գործ, կոնկրետ հանգամանքներով պայմանավորված համապատասխան հիմքերի հիմնավորումների շարքում որոշում է կայացնում դատարանը խաբամիջոցի միջնորդությունը մերժելու կամ բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին։ Կոնկրետ իրավիճակներում չգիտեմ, նախ քննչական կոմիտեի կոնկրետ քննիչը կոնկրետ գործի հանգամանքների բերումով ինչ միջնորդություն է ներկայացրել, ինչ հիմնավորումներով եւ համապատասխանաբար դատարանը դրա հիման վրա ինչ որոշում է կայացրել, եթե քննարկումն ավելի առարկայական լինի, կոնկրետ ինվարույթով կարող եմ մատնանշել, բայց այլոց վարույթների վերաբերյալ ցավոք տեղեկություններ չունեմ, ներողություն, տեղեկություններ չունեմ, դրանով պայմանավորված բնականաբար չեմ կարող ձեր հարցին կոնկրետ պատասխան տալ։ Թույլ են բերում գործ, ոչ հիմնավոր են բերում, հիմքերը բավականին թույլ է, դրա համար շարունակեմ, էլի բացի դա կալանքը որպես ծայրահեղ, դուք մեզից լավ գիտեք, ծայրահեղ միջոց պետք է կիրառվի, Եվրոպան էլ է այդպես ասում, բայց վիճակագրությունը լրիվ հակառակն է ասում։ Գուցե դրա համար է, որ դուք նաև ձեր գործընկերները իսկապես չեք առաջնորդվում քննչականի պահանջով, այլ բացառապես առաջնորդվում եք միջազգային իրավունքի պահանջներով։ Առհասարակ դատարանները չպիտի նաև առաջնորդվեն այս կամ այն վարույթի մասնակցի պահանջով կամ ցանկությամբ, բնականաբար միջնորդության շրջանակը նկատում։ Դե ես էլ դա նկատում եմ, բնականաբար պետք է նայեն միջնորդության հիմնավորումների հիմքերը, իրականում կարող է այդ միջնորդության բովանդակությունից դուրս առավել շատ տվյալներ լինի քրեական վարույթի շրջանակներում ստացված, բայց դատարան չներկայացված։ Հետևաբար դատարանը չի կարող վարույթի նյութերով միջնորդություն ներկայացնելու շրջանակներում դրանից դուրս այլ նյութերին հղում տալով կամ տվյալներ ունենալով որոշում կայացնել։ Հետևաբար նաև պիտի առաջնորդվենք ողջամտության կանխավարկածով, որ դատարանները գործում են օրենքի եւ իրավունքի շրջանակներում, հետևաբար ներկայացված բոլոր միջնորդությունների վերաբերյալ կայացված բոլոր որոշումներն իրավաչափ են, քանի որ դրանք չեն բեկանվել վերադասացիաների կողմից։ Այսինքն պարոն Չիչյան, դուք չեք կիսում այն կարծիքը, որ դատարաններն են մեր երկրում մարդասպանությունները խթանում։ Գիտեք ի՞նչն է խնդիրը, կիսելու խնդիր չկա տեղ, կիսում եմ ես իմ գործընկերների կողմից կայացրած ցանկացած դատական ակտ, որոնք օրինական ուժի մեջ են մնում, եւ հետեւաբար եթե չունենք հակառակի վերաբերյալ կայացված դատական ակտեր, բնականաբար չեն կարող մեղադրել դատական իշխանությունը, դրանք մեղավոր, որտեղ դրանց որոշումների վերաբերյալ դիրքորոշումներ կարող են արտահայտել միայն վերադասացիաները համապատասխան դատական ակտերով, իսկ եթե բեկանված որոշումներ կան, բնականաբար կարող են որևէ դիրքորոշում կազմել ակտի ոչ հիմնավոր լինելու վերաբերյալ։